Mikrofonu միացնեք։ Բոլոր դռները մի փակեք, որ բան լինի, համեցեք տիկին Ղազարյան։ Շնորհակալություն, հարգելի հանձնաժողով, հարգելի նախագահ եւ հարգելի ներկաներ, թույլ տվեք ներկայացնել հանձնաժողովի անձնակազմի կողմից իրականացված եւ մշակված որոշման նախագիծը Հայաստանի էլեկտրական ցանցերի բակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի հզորության բաշխման համար 0092 լիցենզիան դադարեցնելու մասին։ 2025 թվականի հուլիսի 15-ին կառավարության լիազոր մարմնի կողմից ներկայացվել է հաղորդում հանրային ծառայությունների կարգավորող մարմնի մասին օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն։ Հանձնաժողովի նախագահ իր 2025 թվականի հուլիսի 18-ի վարչական վարույթ հարուցելու եւ կանխարգելիչ միջոցառում կիրառելու մասին համար 1 որոշմամբ ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ, ինչպես էներգետիկայի մասին օրենքի, այնպես էլ հանձնաժողովի էներգետիկայի բնագավառում օրենսդրության համաձայն ընդունված իրավական ակտերով սահմանված պահանջների հնարավոր խախտման փաստերի ուսումնասիրության նպատակով եւ միառժամանակ Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է ընկերության ժամանակավոր կառավարիչ, մինչեւ նույն որոշմամբ հարուցված վարչական վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտի ուժի մեջ մտնելը։ Հանձնաժողովի 2025 թվականի օգոստոսի 19-ի համար 290 որոշմամբ Տաշիր Կապիտալ ՓԲ-ն եւ Lormond Holding Limited ընկերությունը վարչական վարույթում ներգրավել են որպես երրորդ անձ։ Հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 10-ի համար 352 որոշմամբ 1 ամսով երկարաձգվել է վարչական վարույթի ժամկետը։ Վարչական վարույթի շրջանակում հանձնաժողովի կողմից իրականացված թվով 3 մոնիտորինգների, ինչպես նաև վարչական վարույթի մասնակիցների կողմից ներկայացված տեղեկությունների եւ փաստական տվյալների ուսումնասիրության արդյունքում արձանագրված խախտումները ընդհանրացված են ստորև ներկայացվող 6 կետերով։ Առաջին կետ. Աշխողի ավտոմատացված հաշվառման համակարգի, այն է ԲԱՀ-ի խափանում։ Ժամանակավոր կառավարիչը հայտնել է, որ իր կողմից նախաձեռնված գործընթացների, այդ թվում բազմակողմանի ոլորտային ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ 2025 թվականի հունվարի 2-ին ընկերության սերվերային համակարգում Կասկադ Էներգո ՍՊ-ի աշխատակիցների կողմից կատարված ծրագրային աշխատանքների ընթացքում ընդամենը 1 գործողությամբ ջնջվել են էլեկտրական էներգիայի առևտրային հաշվառման ավտոմատացված համակարգում 2018 թվականից գրանցված էլեկտրաէներգիայի հաշվարկի սարքերի արձանագրված տվյալներն ամբողջությամբ։ Արդյունքում ընկերությունում գրանցվել է տվյալների կորուստ։ Արդյունքում ընկերությունում գրանցվել է տվյալների կորուստ 2018 թվականի հունվարից մինչև 2024 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածի մասով։ Համաձայն հանձնաժողովի կողմից ցանցային եւ առևտրային կանոններով սահմանված իրավակարգավորումների ԲԱՀ-ը առնվազն պետք է ներառի սպառողների սպառման, բաշխման ցանց առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ ստույգ տեղեկատվություն, վերջինների սպառման քանակության, լարման մակարդակի եւ հզորության գործակցի վերաբերյալ 30 րոպեանոց միջակայքում։ Լինի հուսալի, որի ապահովման նպատակով նախատեսվել է հաշվառման տվյալների բազան առնվազն 3 ամիսը 1 անգամ արխիվացնելու եւ առնվազն 5 տարի պահպանելու վերաբերյալ պահանջ։ Ապահովի գրանցված տվյալների սահմանված կարգով հասանելիություն, լինի պաշտպանված ապահովելով տվյալների գաղտնիության պահանջները։ Այս առումով, կարևորելով կարգավորման գործառույթների պատշաճ իրականացման համար անհրաժեշտ, ինչպես նաև սպառողների համար հավաստի, հուսալի եւ անվտանգ էլեկտրոնային ավտոմատացված հաշվառման տեղեկատվության անհրաժեշտությունը, որը պետք է նպաստեր նաև բաշխման ցանցում կորուստների թիրախային բացահայտմանը եւ նվազեցմանը, հանձնաժողովը դեռևս 2016 թվականից համաձայնություն է տվել այդ ուղղությամբ կատարվող շուրջ 113 միլիարդ դրամ արժեքով ընդգրկուն եւ հսկայածավալ ներդրումային ծրագրին, որից փաստացի իրականացվել եւ սպառողների համար սահմանված սականգնում ներառվել է շուրջ 70 միլիարդ դրամը։ Հարուցված վարչական վարույթի շրջանակում կատարված ուսումնասիրություններից պարզվել է, որ ընկերությունը չի ապահովել ԲԱՀ-ին միացված շուրջ 700,000 սպառողների սպառման տվյալների ամբողջական գրանցումը եւ պահպանումը։ Ավելին,
Վարույթի շրջանակում պարզվել է, որ ԲԱՀ-ին փաստացի հասանելություն ունեցած շուրջ 40 օգտատեր չեն ունեցել սահմանված կարգով տրամադրված համակարգին հասանելիություն ունենալու համար անհրաժեշտ թույլտվություն, որպես հետևանք խախտելով նաև շուրջ 700,000 սպառողների սպառման վերաբերյալ տեղեկատվության գաղտնիության պահպանումը։ Արդյունքում փաստվել է, որ Բաշխողի կողմից խախտվել է ԲԱՀ-ի բնականոն աշխատանքի ապահովմանն ուղղված ԵԲՑ կանոնների 245-րդ կետով սահմանված հաշվարկի սարքերից ստացվող տվյալների գրանցման, դրանց պաշտպանվածության և հասանելիության ապահովման պահանջը։ Ավելին, սակագնի մեջ ներառված 70 միլիարդ դրամը ըստ էության, եթե ոչ ամբողջությամբ, ապա հիմնական արդյունքի մասով կորսվել է 700,000 սպառողների 7 տարվա տվյալների ջնջմամբ։ Երկրորդ կետ, թերգրանցումներ և հավելագրումներ։ Ժամանակավոր կառավարչի մի շարք գրություններով հանձնաժողով է ներկայացվել տեղեկատվություն առ այն, որ ընկերության մասնաճյուղերում իրականացվել են ստուգայցեր և մշտադիտարկում, որի արդյունքում Գեղամա, Արաքս, Ղարս և Դեբետ մասնաճյուղերի սպասարկման տարածքներում հայտնաբերվել են սպառողների սպառած կամ արտադրած էլեկտրական էներգիայի քանակի հավելագրումներ և թերգրանցումներ։ Վարչական վարույթի շրջանակում առևտրային հաշվարկի սարքերի ցուցմունքների անհամապատասխանություններ, հավելագրումներ և թերգրանցումներ, ինչպես նաև տարբեր եղանակներով վնասված հաշվիչների առկայությունը արձանագրվել են Գեղամա մասնաճյուղի Սևան էլեկտրական ցանցում, Արաքս մասնաճյուղի Արտաշատ և Մասիս էլեկտրական ցանցերում, Դեբետ մասնաճյուղում, Ղարս մասնաճյուղի Արթիկանի, Ախուրյան և Գյումրի էլեկտրական ցանցերում։ Նշված խախտումները բացահայտվել են հետևյալ տեղեկատվություններով և փաստերով։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին ՓԲ-ի կողմից տրված առևտրային հաշվարկի սարքերի փորձաքննության եզրակացություններով, հաշվիչների գործարանային վերծանման եզրակացություններով, տվյալների բազայից ԱՑԲ-ս համակարգից դուրս բերված ծախսերի վճարումների և պարտավորությունների տեղեկանքներով, հաշվիչների ցուցատախտակների համապատասխան լուսապատկերներով, առևտրային հաշվարկի սարքերի ապահավաքակցման և փոխարինման ակտերով, գույքագրման ցուցմունքների ֆիքսման բլանկներով, վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգոարտադրողի և էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի մատակարարած էլեկտրական էներգիայի վերաբերյալ տեղեկատվություններով, ընկերության մասնաճյուղերի էլեկտրական ցանցերի աշխատակիցների բացատրություններով։ Համապատասխան փաստաթղթերով փաստվել է նաև Մասիս էլեկտրական ցանցի վարչական շենքի սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի 727,000 կՎտ հավելյալ ծախս 20 ամիս տևողությամբ։ Ժամանակավոր կառավարիչը ներկայացրել է նաև, որ 2023-25 թվականներին սեփական կարիքների համար սպառված էլեկտրական էներգիայի փաստացի քանակները գրանցվել են ոչ իրատեսական պլանային ծախսերին համապատասխան։ Ընկերության մոտ 5 տասնյակ վարչական շենքերից 6-ում իրականացվել են ստուգումներ և բոլոր 6 վարչական շենքերում էլ գնահատվել է 3,132,319 կՎտ հավելյալ ծախսի առկայություն 33 ամսվա կտրվածքով։ Արդյունքում, ընդհանուր առմամբ արձանագրվել է թվով 91 սպառողների մոտ գումարային մոտ 111,000 կՎտ հավելագրում, թվով 1116 սպառողների մոտ, որից 1101-ը արևային, գումարային 1,207,710 կՎտ թերգրանցում, ինչպես նաև ընկերության էլեկտրական ցանցերի թվով 7 վարչական շենքերի սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի փաստված 727,000 կՎտ և գնահատված 3,32,319 կՎտ հավելյալ ծախսեր։ Այսպիսով, ընկերության տարբեր էլեկտրական ցանցերում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ձեռք բերված տվյալների, դրանց վերաբերյալ տվյալ բացատրությունների, ինչպես նաև սեփական կարիքների համար կատարված հավելագրումները հիմնավորող փաստական տվյալների համադրումից ակներև է, որ հավելագրումների և թերգրանցումների մասով ընկերության դրսևորած ոչ իրավաչափ վարքագիծը եղել է համակարգված և համատարած։ Ինչպես հետևում է սույն վարույթում առկա ապացույցներից, ընկերության ոչ իրավաչափ վարքագիծը ունեցել է ընկերության անմիջական շահերից բխող կորուստների ցուցանիշները նվազեցնելու նպատակ։
Բացի այդ, առկա են եղել դժգոհություններ տրված ոչ իրավաչափ հանձնարարականների վերաբերյալ, սակայն, չնայած դրանց առկայությանը, վարքագծի դրսևորումները շարունակվել են։ Հատկանշական է, որ սպառողների նկատմամբ հավելագրումները իրականացվել են առավելապես հաշվիչների այնպիսի տիպերով, որոնց դեպքում ներքին հիշողությունը հետագայում հնարավոր չէ ընթերցել։ Նշված արարքների համակարգված լինելու դեպքում միայն կարող էր ընկերության կողմից նախատեսվել որոշակի քանակ, այն ներկայացվել հանձնաժողով պսակագնում ներառելու նպատակով, ապա սպառալ բոլորովին այլ, առավել նվազ քանակ եւ այդ քանակի վերաբերյալ ներկայացնել ոչ հավաստի տեղեկատվություն։ Ըստ էության, նպատակ հետապնդելով թաքցնել օբյեկտիվ իրականությունը, դրանով հանձնաժողովին որպես կարգավորողի զրկել համակարգի վիճակը ճիշտ գնահատելու եւ օբյեկտիվ իրականությունից բխող միջամտություն կատարելու հնարավորությունից։ Այլ կերպ, վերը նշված մեկ ընդհանրական նպատակին ուղղված ոչ իրավաչափ վարքագիծը ողջամտորեն կարող է վկայել կամ ընկերության ղեկավար կազմի կողմից համակարգված կամ նրանց կողմից ոչ բավարար ջանք գործադրելու ուղղակի հետևանք լինելու մասին։ Արդյունքում, ընկերությունը խախտել է սպառողի սպառած եւ ինքնավար էներգոարտադրողի բաշխման ցանցառաքած էլեկտրական էներգիաների իրական քանակի ճշգրիտ գրանցումն ապահովելուն ուղղված ԵՄԱ կանոնների 75-րդ կետի պահանջը։ Ավելին, առավել անընդունելի է, որ հավելագրված եւ թերգրանցված ցուցմունքներով 1200-ից ավելի սպառողների շարքում են դպրոցներ, մանկապարտեզներ, անգամ զորամաս եւ ԱԱԾ զոր պահեստամաս։ Պահեստապարետատուն կներեք։ Երրորդ կետ միացումներ։ 2025 թվականի առաջին եռամսյակի դրությամբ նոր միացման գործընթացների ուսումնասիրության արդյունքում վեր են հանվել սպառման համակարգները իրական ցանցին միացման ժամկետների խախտման 2187 դեպք, որոնցից 1862-ի պարագայում 2025 թվականի մարտի 31-ի դրությամբ սպառման համակարգը ընդհանրապես չեն միացվել էլեկտրական ցանցին, իսկ 323-ի Շատ լավ։ 2187 դեպքից 1864 դեպքի պարագայում շնորհակալություն 2025 թվականի մարտի 31-ի դրությամբ սպառման համակարգն ընդհանրապես չէր միացվել էլեկտրական ցանցին, իսկ 323 դեպքում միացվել էր ժամկետի խախտմամբ։ Նշված 1864 չմիացված դեպքերից 1641-ը, իսկ 323 ժամկետի խախտմամբ միացված դեպքերից 178-ը, ընկերությունը պարտավորվել էր պետական կամ տեղական պայմանավորել էր պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների գործողություններով կամ անգործությամբ։ Հանձնաժողովի աշխատակազմը իրականացրել է ընկերության կողմից ներկայացված նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման վերաբերյալ տեղեկատվության հավաստիության մոնիտորինգ։ Մասնավորապես, չմիացված կամ ժամկետի խախտմամբ միացված 1819 դեպքերից համակարգված ընտրանքի միջոցով ընտրվել է 609 դեպք, որոնց վերաբերյալ հարցվել եւ ստացվել է առավել մանրամասն տեղեկատվություն։ Սպառման համակարգի օրենսդրության պահանջներին համապատասխան էլեկտրական ցանցին միացումը սպառողների հիմնական իրավունքներից է եւ հանդիսանում է պետության կողմից սպառողների հուսալի եւ անխափան էլեկտրական էներգիա ստանալու իրավունքի իրացման երաշխիք։ Այդ առումով միացման ժամկետները կարևոր ցուցիչ են նաեւ միջազգային վարկանիշային աղյուսակներում Հայաստանի Հանրապետության դիրքի ամրագրման համատեքստում։ Ավելին, միացման ժամկետների չպահպանումը որպես կանոն ուղեկցվում է պատճառվող նյութական վնասով, խոսքը սպառողների մասին է։ Վերը նշված փաստական տվյալների եւ իրական կարգավորումների համակողմանի վերլուծությամբ պարզվել է, որ ժամկետների խախտմամբ միացված 57 դեպքում միացման ուղղված աշխատանքների փաստացի տևողությունից համապատասխան հայտերի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների գտնվելու ժամանակահատվածները նույնիսկ ամբողջությամբ հանելու պարագայում, այսինքն պատճառաբարությունը զրոյական դիտարկելու դեպքում, միևնույն է 28-ի դեպքում միացման ժամկետները խախտված են,
իսկ չմիացված 534 դեպքում վերոնշյալ դիտարկմամբ 246 դեպքով առաջին եռամսյակին հաջորդող օրվա դրությամբ արդեն իսկ ժամկետները խախտված են։ Ընդ որում, ժամկետները հաշվարկելիս միացման ժամկետների ուշացման կամ խախտման համար ընկերության ներկայացրած մնացած բոլոր հանգամանքների, ինչպես օրինակ, անվտանգության գոտիների խախտումների, սպառողների պատրաստ չլինելու, տույժերի վճարման եւ այլ նմանատիպ հանգամանքների հաշվառմամբ էլ նույնիսկ փաստվել է, որ ընկերության կողմից պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների գործողություններով կամ անգործությամբ պայմանավորված էլեկտրական ցանցին միացման ժամկետների խախտման դեպքերից մոնիտորինգի շրջանակում ընտրված թվով 609 դեպքից 274 դեպքով խախտվել են ԵԲՑ կանոնների 170-րդ կետի պահանջը։